Էրիկ Սարգսյանը 6 ամիս ծառայել է Էջմիածնում, այնուհետև Լեռնային Ղարաբաղի Այգեստան գյուղում։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել ու ազատվել ծառայությունից։ Նախկինում զբաղվելով ծրագրավորմամբ, պատերազմից հետո որոշել է հմտանալ ոլորտում։ Ավելի բարձր մակարդակի ձևով ստացել եմ ուսում, անցել եմ վերապատրաստում, ու հիմա արդեն դասավանդում եմ։ Ունեմ աշակերտներ, մանկական եւ պատանիների խմբեր, իրանց հետ սկսում եմ զրոյից ծրագրավորումը պարապել, HTML, CSS, JavaScript։ 2020 թվականից հետո զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցում անցնելու եւ աշխատանք ձեռք բերելու ծրագիրը շարունակվում է։ Շահառու կարող են լինել նաեւ 2016, 2020 եւ 2022 թվականներին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած անձինք։ Ծրագրի շահառուներից մեկն էլ Էրիկն է։ Այս տարի նախատեսվել է ծրագրում ընդգրկել 500 անձի։ Մենք նախատեսել էինք 24 թվականին 275 ծրագիր իրականացնել, բայց իրականացրեցինք արդյունքում 321 ծրագիր։ Եթե նայենք միտումներով ամեն տարվա բավական բարձր է եղել պահանջարկը եւ սպայդրության բավական համարվում է արդյունավետ եւ պահանջված։ Ծրագիրը 3 բաղադրիչ ունի։ Առաջինի դեպքում անձը ուսում է ստանում եւ անցնում աշխատանքի, երկրորդի դեպքում ձեռք է բերում աշխատանքային փորձ, այնուհետև աշխատում, իսկ երրորդ բաղադրիչի դեպքում միանգամից անցնում է աշխատանքի։ Յուրաքանչյուր բաղադրիչ ունի սահմանված պայմաններ։ Քաղաքացին, երբ որ դիմում է միասնական սոցիալական ծառայության տարածքային որևէ գրասենյակ, նշում է ինչ ծրագրի է ուզում եւ իր նախապատվությունները կա պրոֆայլի սկրինինգ անելու առաջի փուլը, կրթության փորձ, աշխատանքային փորձ, եթե այդպեսին է եղել է կրթական կրթության իմաստով նաև նախապատվությունները։ Նաև զուգահեռաբար գործատուի պահանջարկներ են ունենում կամ դիմում են գործատուները, համադրության արդյունքում տեսնում են, որ որոշակի գոնե համակոնումներ կա եւ համապատասխանաբար գործատուին առաջարկում են, որ կա տեխնացու։ Գործատուն էլ արդեն տեխնացուի հետ հարցազրույցի արդյունքում որոշում է, թե դիմողը որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։ Լիանա Խաչատուրյան, Արամ Հարությունյան, Արտակ Գևորգյան, Լուրեր։